Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Կառավարության կեսը հիվանդ է, Փաշինյանը կառավարությունում պահանջեց այսօրվա գործը վաղվան չթողնել, պատվաստվել հենց այսօր։ Էուլ Ջեքչյանի առողջությունը վտանգված է, հարազատները դիմել են գերտերությունների ղեկավարներին։ Խոշոր հրդեհ Հոնկոնգում զոհերի թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Գրեթե մեկ ժամ տևած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադառնալով եկեղեցական, քաղաքական եւ այլ թեմաների։ Լրագրողները նախ հետաքրքրվել են եպիսկոպոսների հայտարարությամբ, որով իբր պահանջվում է Մայր աթոռից հեռացնել Արշակ Սրբազանին։ Ի դեպ, այս հայտարարությունը մամուլում հայտնվել էր վարչապետի ճեպազրույցից ուղիղ մեկ ժամ առաջ։ Հայկական Wikileaks Telegram-յան ալիքում տեղադրված լուսանկարները տարածել էին իշխանամերձ լրատվամիջոցները։ Հայտարարությունում, որը դուք այժմ տեսնում եք ձեր էկրաններին, նշվում է, թե իբր փորձագիտությամբ հաստատվել է Մայր աթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութի իսկությունը, որը ներկայացվել է ամենայն հայոց կաթողիկոսին։ Փաշինյանը ողջունել է այդ հայտարարությունը եւ նշել, որ Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրի հանդիպման։ Որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը, որպես պետության կառավարության ղեկավար վճռականությամբ եւ հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, որովհետեւ կարծում եմ, որ այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում եւ ես իհարկե Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաեւ նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ եւ իսկ իմ դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել եմ եւ այդտեղ կարծում եմ նորություն չկա։ Փաշինյանը անդրադարձել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ըստ նրա, բոլոր քաղաքական ուժերի հետ բանավիճելու հրավերները ընդունելի են եւ ուղիղ եթերում նախատեսված բանավեճեր տեղի կունենան։ Նա հերքել է ցանկացած տեսակի քաղաքական ճնշման մասին խոսակցությունները Սամվել Կարապետյանի եւ Մերձևով շարժման վերաբերյալ։ Թե այլ ինչ թեմաներից է խոսել Փաշինյանը, մանրամասները տեսանյութում։ Ես առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերը ի սկզբանե այն գլխից ընդունել եմ խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճեմ։ Ես այդ կարգի հայտարարությունները մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ Հայաստանի Հանրապետությունում կան իրավական ընթացակարգերով է պետք առաջնորդվել։ Հիմա եթե ինչ որ մեկ ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Եվ ելի ասել եմ, ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին հետ կապված այնքանով, որ վստահ եմ, որ այդ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ եւ աներկբա հաղթանակ կտանեն։ Ես երբեք եւ ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել եւ չեմ հետապնդել, ընդ որում կապ չունի ես վարչապետ եմ եղել պատգամավոր, թե ուղղակի անդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ։ Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ եւ ես համոզված եմ, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի։
Մինչ լրագրողների հետ զրուցելը կառավարության նիստին վարչապետը նշել է, որ Հայաստանում մեծ գումարներ են պտտվում։ Տեղեկացրել է, որ 3 տեղեկանք է ստացել Հայաստանի կենտրոնական բանկից այն մասին, որ այս տարի 1.5 միլիարդ դոլար են գնել հայաստանյան շուկայից։ Այս հանգամանքը խիստ զարմացրել է Փաշինյանին։ Կամ բազմաթիվ մարդիկ, որ կամ ավելի լավ չեն ապրում, կամ նույնիսկ ավելի վատ են ապրում։ Բայց մենք պետք է ի վերջո առերեսվենք, որ մարդիկ են ավելի լավ ապրում։ Այն մարդիկ, ովքեր իրանք վրա աշխատում են, որ Հայաստանում հարգելի գործընկերներ, մեծ գումարներ են պտտվում։ 1.5 միլիարդ կենտրոնական բանկը 1.5 միլիարդ, պարոն Գալստյան։ Այո, 1.5 միլիարդ դոլար։ 1.5 միլիարդ դոլար է գնել Հայաստանի Հանրապետության շուկայից։ 1.5 միլիարդ դոլար։ Մենք հասկանում ենք, ես ինչ է նշանակում։ Այդ նշանակում է 1.5 միլիարդ դոլարը մտել է Հայաստան, հայտնվել է շուկայում, եւ կենտրոնական բանկը տեսել է ավելցուկ եւ այդ 1.5 միլիարդը գնել է, այսինքն այս 1.5 միլիարդը դարել է դրամ եւ վերադարձել է շուկա։ Հիմա բացի այն սովորական, որ գիտենք, Հայաստանում պլյուս 1.5 միլիարդ դոլար է պտտվում։ Պետք է մարդկանց մեջ զարգացնել կարողությունը այս 1.5 միլիարդ դոլարից իրենց բաժինը վերցնել։ Բազմաթիվ տնտեսվարողներ իրենց բաժինը վերցնում են, իրենց կրթության շնորհիվ։ Այսօր Հայաստանում ինչքան էլ փորձեն տպավորություն ստեղծել տենց, այդպիսի բան չկա, որ մտնեն միտեղ, ասեն հավաքեք, ես մերն է եւ այլն եւ այլն։ Չնայած եթե տենց դեպքեր լինում են, դրա համար իրավապահ մարմիններ կան, պետքա քննեն, հետաքննեն, զբաղվեն։ Բա ով է, բա մարդ կա այս 1.5 միլիարդ դոլարը այս sense դեմով անցնում է, իր կյանքում ոչ մի բան չի փոխվում։ Փաշինյանին անհանգստացնում են նաև պատվաստումները։ Նա ուզում է, որ գործադիրի բոլոր անդամները պատվաստվեն տարածվող վիրուսների դեմ։ Կառավարության կեսը հիվանդ է, ոնց եք աշխատում, այսպես չի լինի։ Գործադիրի այսօրվա նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դիմելով ասել է Փաշինյանը։ Տիկին Ավանեսյան, կառավարության կեսը հիվանդ է, ոնց եք աշխատում, սեն չի լինի։ Պարոն վարչապետ, մենք պատվաստման հետ կապված առաջարկում ենք հենց վաղը կազմակերպել, որ չունենանք։ Բայց ուշ չի արդեն։ Չէ, ուշ չի դեռ։ Շատ լավ։ Ովքեր բուժման կարիք կա կբուժենք, ովքեր առողջ են կպատվաստենք։ Շատ լավ։ Բան չենք վաղվակցում։ Այսօր հազիվ հավաքվել եք, չենք կարող կազմակերպենք։ Կարող ենք, հենց այսօր ճիշտ եք ասում։ Փաշինյանը նաև հանձնարարել է աշխատանքային 2 խումբ ստեղծել։ Առաջինը պետք է զբաղվի օդի աղտոտվածության խնդիրներով, երկրորդը երթևեկության կարգավորմամբ, խցանումների հաղթահարմամբ։ Այսինքն ստեղծվում է միջգերատեսչական խումբ, որին ներգրավված կլինեն նաև Երևանի քաղաքապետարանը եւ այլ համայնքների ներկայացուցիչները։ Դիտարկելով այդ թվում համացանցում եւ մամուլում եւ հանրային քննարկումներում եւ իրողությունները նաև անձամբ արձանագրելով ես հանգել եմ այն եզրակացությամբ, որ անհրաժեշտ է վարչապետի որոշմամբ 2 խումբ ստեղծել եւ աշխատանքային խումբ ստեղծել, աշխատակազմին հանձնարարում եմ անհատական կազմի մասին տալ առաջարկ, խմբերից մեկը պետք է զբաղվի օդի աղտոտվածության խնդիրներով, որովհետեւ նախ պետք է այդ խնդրը արձանագրել մեր օրակարգում, հասկանալ եւ կոնկրետ լուծումներ տալ եւ երկրորդը երթևեկության կարգավորման հետ կապված խցանումների հաղթահարման աշխատանքային խումբ, այսինքն երկուսն է վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ ենք ձևավորում եւ այնտեղ պետք է լինի մեխանիզմներ հաշվետվողականության, որ ժամանակ առ ժամանակ այդ թվում եւ հանրային հաշվետվողականության եւ ինձ հաշվետու լինելու թե ինչ աշխատանքներ են կատարված։ Այսինքն միջգերատեսչական բնականաբար Երևանի քաղաքապետարանն է պետք է ներգրավված լինի, այլ համայնքների ներկայացուցիչներ առաջարկ տվեք։
Եվ մինչ պետական կառույցները դեռ աշխատում են լուծումներ գտնելու ուղղությամբ, մայրաքաղաքում շնչելը օրեցօր բարդանում է։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալներով նոյեմբերի 17-ից 25-ը Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը թույլատրելիից մինչև 4 անգամ բարձր է եղել։ Որ ավելի լավ պատկերացնեք, նշեմ, որ օրվա ընթացքում օդի որակը այնքան վատ է եղել, որ եղանակի հավելվածը նույնիսկ խորհուրդ չի տվել դուրս գալ և վազել։ Թեման ուսումնասիրել է իմ գործընկեր Անահիտ Սարգսյանը։ Երևանում օդը վերջին օրերին այնքան կեղտոտ է, որ հեռախոսների հավելվածներն են անգամ զգուշացնում։ Չարժե դուրս գալ զբոսանքի։ Հիդրոթերապևտաբանության կենտրոնը լավ կանխատեսումներ չունի նաև առաջիկա օրերի համար։ Օդում ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաները բարձր են և դեռ էլի կբարձրանան։ Բնապահպան Ինգա Զարաֆյանը Երևանում տեղակայված մոտ 11 կայանների ցուցանիշները համեմատում է ամառվա տվյալների հետ, երբ ինտենսիվ շինարարություն էր ընթանում։ Այդքան բարձր ցուցանիշ, ինչքան մենք ֆիքսել ենք այդ վերջի 2 շաբաթվա ընթացքում, մենք չենք ունեցել։ Հիմա ցուցանիշը հասնում է, չգիտեմ, 460, 490 բան։ Սա ամենաբարձր ցուցանիշներից մեկը, եւ դա ոչ թե ամբողջ Երևանի վրա է տարածվում, այլ կոնկրետ մի քանի տեղ։ Օրինակ Արինչ, օրինակ Պարուսեվակի փողոցի մոտ տարածքը, Բաղրևանը եւ այլն։ Իսկ ինչպես եղավ, որ ձմռան շեմին օդն այսքան աղտոտվեց։ Տիգրան Ավինյանը բացատրում է. Տերև են այրում։ Երևանում ու Երևանից դուրս ծխում են դաշտ ու այգի, բակ ու փողոց։ Մի քանի տենց մեշոկ տերևը ուղակի թեկուզ աղբամանին չհասցնելու համար ուղակի բակում վառել եւ ամբողջ շրջակա միջավայրը թունավորել, դա նորմալ չի։ Դա նորմալ չի, պետք է ասել առաջին հերթին, որ դա նորմալ չի եւ պետք է արդեն սկսել դրա դեմ պայքարել, որովհետեւ մենք տեսնում ենք ամեն նոյեմբեր ամսից սկսում է մեր օդի որակի վատ տարածումը։ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանն ասում է, որ մարդկանց իրազեկելու բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը նույնպես զբաղվում է այս խնդրով։ Օրենքը կա, տուգանքը նույնպես, բայց խնդիրն ավելի խորքային է։ Օրենքը գործում է վաղուց, ինքը նոր օրենք չի, բայց այս դեպքում, ինչպես տերևների այրման դեպքում, այնպես էլ գյուղատնտեսական նպատակներով խոզանների այրումը մեր հասարակության մոտ կարծրատիպային շատ խորը նստած մոտեցում է, որ իրենք համարում են դա օգտակար է, վառում են, բայց պետք է ավելի շուտ աշխատել մարդկանց մոտեցման եւ այդ գիտակցության հետ։ Բնապահպան Ինգա Զարաֆյանն էլ բացատրում է, թե ինչու չի աշխատում օրենքը։ Օրենքը չի աշխատում, որովհետև վերահսկողությունը կամ չկա, կամ շատ թույլ է։ Այդքան բան։ Իսկ հիմա ինչպես դա իրականացվել, թող նրանք մի քիչ ուրիշ ձևով մտածեն, չգիտեմ, բացատրական աշխատանք, մենք միշտ ասում ենք բացատրական աշխատանք, ոչ մեկը չի տարվում այդ բացատրական աշխատանքը։ Մենք ասում ենք գյուղացին, ինքը ընդհանրապես հենց չի արվում։ Ինքը բայց դրանով ոչնչացնում է ամեն մի միկրոօրգանիզմներ, որոնք մտնում են, որոնք բնակվում են հենց այդ գոհի վերևի շերտում։ Քաղաքապետ Ավինյանը հանձնարարել է մեխանիզմներ մշակել այս երևույթի դեմ պայքարելու համար։ Երբ որ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց եւ դրա դեմ պայքարում ենք, դա անգամներով մոտ 3-ից 5 անգամ ավելի նվազ վնասակար է։ Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է, որ այս մշակույթն այնքան է արմատացած Հայաստանում, որ նույնիսկ սահմանված 50,000, իսկ պաշտոնատար անձանց դեպքում 200,000 դրամ տուգանքը չի զգաստացնում։ Բնապահպանն իր աչքերով տեսածն է պատմում։ Ես ինքս ականատես եմ եղել, վերջերս վերադառնում էի ուրեմն Դիլիջանից եւ ճանապարհին մինչեւ Ավազի հանքերը հասնելը, ես այսպես մուխ եմ կանգնած այդ գյուղերի անունը, ես չգիտեմ անկեղծ ասած, բայց այդ Սևանի ճանապարհը Ավազի հանքեր կա, մինչեւ այդ գյուղեր կան սենց կորսի մեջ, ամբողջը մուխ ու ծուխ է, սենց ուշադիր նայեցի, տեսա, որ ոչ թե տանիքներից է այդ ծուխը դուրս գալիս, այլ բակերից։ Երևանի շնչառությունն օր-օրից ծանրանում է։ Ծուխը ցրվում է, բայց թողացետքը մնում է մեր թոքերում, մեր երեխաների շնչառության մեջ, մեր ապագայի վրա։ Մասնագետներն ասում են, մարդկանց գիտակցությունն է պետք բարձրացնել։ Շատերը դեռ չեն գիտակցում, որ իրենց բակի անմեղ կրակը լուրջ վտանգ է պարունակում։ Իսկ լուծումն այնուամենայնիվ պետության դաշտում է։ Վերահսկողական գործառույթն իրականացնել է պետք։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Իսկ այս ամենին զուգահեռ սոցցանցային տիրույթում շարունակվում են խարդախությունները։ Փորձել են զեղծարարություն անել Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը գործածելով։ Պարզվում է, WhatsApp հավելվածում ստեղծել են Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ, որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Հայաստանի 3-րդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին, տեղեկացնելով զեղծարարության մասին եւ պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը։ Նրանք խնդրում են չպատասխանել նման հաղորդագրություններին եւ չտրամադրել որևէ անձնական տվյալ։ Այս պահին ընթանում է Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների դատավարությունը։ Մեր նկարանող խումբը այս պահին այնտեղ է։ Ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է կատարվում դատարանում։ Շնորհակալություն պատվիրան դատարան, միջնորդությունը, ինչպես նշեցի, մենք ստացել ենք, քննարկեցինք հասցրել։ Բագրատ Սրբազանի դատավարությանը ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Արցախ միությունը Եվրոպական խորհրդարան է ուղարկել իր ու գործընկերների վերջին զեկույցը Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր 23 հայ պատանդների վերաբերյալ։ Հայ գերիների նկատմամբ բռնության ֆոնին նրանք կոչ են անում Եվրոպական խորհրդարանի падգամավորներին այցելել Բաքու։ Հայ գերիներից 7-ն արդեն առերեսվել են կեղծ դատավճիռների, ստանալով 15-ից 20 տարվա ազատազրկման պատիժ։ Մյուս 16-ը Բաքվի ռազմական դատարաններում այժմ կանգնած են նմանատիպ բեմադրված դատավճիռների վտանգի առջև։ Արցախ միությունը շտապ կոչ է անում Եվրախորհրդարանի падգամավորներին մեկնել Բաքու եւ ներկա գտնվել առաջիկա դատական լսումներին, ինչը կարևոր քայլ է թափանցիկությունն ապահովելու, հետագա իրավախախտումները կանխելու եւ Ադրբեջանին միջազգային իրավունքի համաձայն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Արցախ միությունը եւ գործընկերները կոչ են անում միջազգային հանրությանը վճռական ու անհապաղ գործել։ Եվրախորհրդարանի падգամավորների ներկայությունը Բաքվում շատ կարևոր է հաշվետվողականության ապահովման, հայ գերիների իրավունքների պաշտպանության եւ հետագա իրավախախտումների կանխարգելման համար։ Իսկ այս ընթացքում որևէ տեղեկություն չկա Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի մասին։ Փաստինֆոյին հայտնել է Վիգենի փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Վիգեն Էուլջեքչյանի ազատարձակման համար նամակներ են ուղարկել Թրամփին, նրա կնոջը, Իսրայելի եւ Արգենտինայի նախագահներին, իրավապաշտպանի խոսքով դիմել են նաեւ միջազգային կառույցներին։ Մենք 2 անգամ պաշտոնական նամակ ենք ուղարկել նախագահ Դոնալդ Թրամփին, Սպիտակ տան միջոցով, անձնական նամակ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին։ Նամակներ ենք եղել նաև Միացյալ Նահանգների առաջին տիկնոջը, հաշվի առնելով նրա մարդասիրական նախաձեռնություններում ներգրավվածությունը, մասնավորապես Ուկրաինայում երեխաների անօրինական արտաքսման թեմայով։ Դիմել ենք նաև Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեին, որի վարչակազմը տեղյակ է գործի մասին։ Բաքվի քաղաքականությունը սակայն չի սահմանափակվում միայն գերիներին ճնշելով եւ կեղծ դատավարություններով։ Այն նաեւ տեսանելի է Արցախի հայկական հետքի վերացման գործընթացում։ Այս անգամ հերթը հասել է Ստեփանակերտի հայտնի Դեդո Բաբոյի արձանին։ Մենք ենք մեր սարերը հուշակոթողի հետ Բաքուն վարվում է այնպես, ինչպես Արցախի 1000-ից ավելի հուշարձանների հետ։ Քանդում են, աղվանական կոչվում, գերեզմաններ նավիրվում, դրանց վրա կեղծ պատմություն գրում։ Թեմային Անի Աբաղյանն է անդրադարձել։ Տատիկ պապիկը, Դեդոն Բաբոն կամ Մամիկ պապիկը։ Արցախում ապրելու տարիներին հաճախ էինք մենք ենք մեր սարերն արձանի շուրջը հավաքվում։ Լանջին հազիվ նշմարվող կանաչ խոտերին ծածկոց էինք փռում ու նստում ժամերով, խոսում, պարբերաբար նայում արձանին ու ուրախանում իր մերը լինելով։ Պատերազմից ու Արցախի բռնագաղթից հետո խոր հոգոցն ու լուսանկարներն են մնացել հակարից այս կողմ։ Այն կողմում տատիկ պապիկն են, Դեդոն Բաբոն կամ Մամիկն ու պապիկը, որ պղծելու գործին է անցել Բաքուն։ Ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն է տեսանյութը հրապարակել։
Լրագրողի հրապարակման մեկնաբանությունում մեկ ուրիշ օգտատեր տեսանյութ է հրապարակել, որում հուշարձանի տարբեր մասերում եւս երևում են ադրբեջաներենով արված փորագրումներն ու գրառումները։ Գեղարդ հիմնադրամն է հայտնել. Հերթն այս հուշարձանին է հասել, որի հետ Ադրբեջանը դեռ չգիտի ինչպես վարվել, կարծում է պատմաբան Արմեն Սարգսյանը։ Վերջին քննարկումը Ադրբեջանի այն է եղել, որ փորձեն պահել մենք ենք մեր սարերը այդ հուշարձանը, հաշվի առնելով, որ իբր այդ հուշարձանը հենվելով նրա վրա, որ այդ հուշարձանը 69 թվականին է սարքվել, եւ դա սարքվել այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ կար։ Այսինքն Բաքուն ուզում է ցույց տալ, թե իբր իր պետության սիմվոլն է եւ չի քանդում այն։ Մինչդեռ 1967 թվականին Սարգիս Բաղդասարյանի նախագծով կառուցված հուշարձանն Արցախի հայկականության ու հազարամյակներ այնտեղ ապրելու խորհրդանիշն է։ Պատմաբան Սարգսյանը հիշեցնում է բացման ժամանակ Բաղդասարյանի պատասխանը, երբ հարցրել են, որտեղ է տատիկ պապիկի ոտքերը, ինչու են նրանք գետնին կիսատ քանդակված։ Ասել է, որ ոտքերը շատ խորը թաղված են հողի մեջ։ Տատիկ ու պապիկը ղարաբաղցիների ասած կամ մենք ենք մեր սարերը հուշարձանը խոր ու արժեքային համակարգ ունի։ Դա սիմվոլիկ մի արժեք է, որը մատնանշում է ոչ միայն տատիկին ու պապիկին, այլ մեր նախնիներին։ Մենք ենք մեր սարերը հուշակոթողի հետ Բաքուն վարվում է այնպես, ինչպես Արցախի 1000-ից ավելի հուշարձանների հետ։ Քանդում են, աղվանական կոչում, գերեզմաններ նավիրում, դրանց վրա կեղծ պատմություն գրում։ Կարծելով, որ դա արդեն վերջնականապես իրենց տարածքն է, որոշում են որպես նոր իրենց համար նոր պատմություն կերտել, այսինքն փորձում են հայկականությունը, հայացիությունը վերացնել, հայացի կերպարը վերացնել։ Արցախում 5000-ից ավելի հայկական հուշակոթողներ են մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պայթեցրել են Շուշիի, Հադրութի եկեղեցիները, Ստեփանակերտում գտնվող ազգային ժողովի շենքը։ Արցախում իր վարած մշակութային վանդալիզմի քաղաքականությանը զուգահեռ Բաքուն նորից ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պարտավորվելով պահպանել մշակութային հուշարձանները։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են Հոմոսում տեղի ունեցած սպանության եւ դրան հաջորդած բախումներից հետո։ Երկրում անկարգությունները չեն դադարում։ Զինյալները Սիրիայի Լաթաքիա քաղաքում կրակել են ցուցարարների վրա։ Մերձավոր Արևելքի թեմաներով մասնագիտացած հասարակական խմբերը հաղորդում են, որ եղել են սպանություններ, կողոպուտներ, վառել են մեքենաներ, վնասել են դպրոցներ ու հիվանդանոցներ։ Բիշկեկում անցկացվում է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցելու են գնացել Բելարուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Վլադիմիր Պուտինը եւ Էմոմալի Ռահմոնը։ Մուտքի մոտ նրանց դիմավորել է Ղրղստանի արտաքին գործերի նախարարը, իսկ շենքի ներսում նախագահ Սադիր Ժապարովը։ Կառույցին անդամակցումը սառեցրած Հայաստանը նիստին չի մասնակցում։ Միջազգային նիստ լուրերը ռեպորտաժում։ Սպիտակ տան մոտակայքում կրակոցներ են հնչել AP-ի տվյալներով տուժել է ազգային գվարդիայի 2 ծառայող, նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։ Թուրքիան 6.5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական պայմանագրեր է կնքել Չինաստանի հետ օդային պաշտպանության եւ զենքերի համալիրների արդիականացման համար։ Մամուլում հայտնվել է Թրամփի եւ Պուտինի օգնականների գաղտնի զրույցի ձայնագրությունը։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն անցյալ ամիս հեռախոսազրույց է ունեցել Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, առաջարկելով, որ նրանք միասին աշխատեն Ուկրաինայի համար Գազայի նմանատիպ ծրագրի վրա եւ որ Պուտինը պետք է այդ հարցը բարձրացնի Թրամփի հետ զրույցում։ Գրում է Bloomberg-ը հրապարակելով խոսակցության ձայնագրության ընդարձակ սղագրությունը։
Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են եւս 4 մարդու, որոնք կարող են կապ ունենալ Լուվրի աղմկահարույց կողոպուտի հետ։ Ձերբակալվածները 2 տղամարդ եւ 2 կին են 31-ից 40 տարեկան։ Իրավապահ մարմինները չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչի համար են կասկածում բերման ենթարկվածներին։ Նշում են միայն, որ կասկածյալների ընդհանուր թիվը հասել է 8-ի։ Հոնկոնգում հրդեհը մարել չի հաջողվում, զոհերի թիվը հասել է 36-ի, եւս 279-ը համարվում է անհետ կորած։ Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 760 հրշեջ։ Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը կանխատեսում է շատ ուժեղ տեղումներ Անդամանի եւ Նիկոբարի կղզիներում։ Բացի այդ, կանխատեսվում են ուժեղ տեղումներ Թամիլ Նադուում եւ Անդհրա Պրադեշում։ Ցիկլոնը, որը թափանցելու է երկիր, ունի Սենյար անվանումը, որը թարգմանաբար նշանակում է առյուծ։ Այն Հնդկաստան է ներթափանցում Ինդոնեզիայից։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քիչ առաջ սրբազան պայքարի գործով անցնող Լիդիա Մանթաշյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը փոխելու համար։ Դատարանը որոշել է փոխել Մանթաշյանի խափանման միջոցը վարչական հսկողությամբ։ Լիդիա Մանթաշյանին ազատ կարձակեն դատարանի դահլիճից։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին։